Հարգելի հայրենակիցներ, գտնվում ենք Հանրապետության հրապարակում Վարդաշեն թաղամասի հանրակացարանի, վթարային հանրակացարանի բնակիչները եկել են առավոտվանից կառավարությունը սպասում են հանդիպման, խոսք են տվել, որ կհանդիպեն, փոխվարչապետի գրասենյակից ա եղել խոստումը, մինչ այժմ ժամը 2-ից արդեն դեռ հանդիպում չկա, այս մարդիկ ստիպված ճանապարհ են փակել, տեսեք, այս մարդիկ ճանապարհ են փակել, պահանջում են, շատ բան չեն պահանջում, պահանջում են մի հատ հանդիպում կառավարության ներկայացուցիչներից մեկի հետ, այստեղ են նաև Սոնա Աղեկյանը, Տիկին Աղեկյան, դուք առավոտվանից իրանց հետ եք, հələ կասեք, ինչ են պահանջում, ինչ է։ Պահանջում են ընդհանրապես իրենց հարցին պատասխան։ Ընդհանրապես հարցնում են այն փաստաթղթերը, որ հավաքեցինք, բերեցինք, ներկայացրեցինք, ինչ ընթացքում են եւ իրենց տարհանումը երբ է տեղի ունենալու, երբ է իրականություն դառնալու, քանի որ գիտենք, դուք էլ պարոն Դանելյան հիանալի գիտեք, որ Վարդաշենի 61/1-ը եւ 68-ի A շենքերը ծայրահեղ վտանգավոր վիճակում են։ Սեյսմիկ ծառայությունը եզրակացություն է տվել, որ շատ վտանգավոր են եւ ցանկացած պահի փլուզման պատրաստ շենքեր են, փլուզվող շենքերում ապրում են մարդիկ։ Առաջին հարկերի բնակիչների տունը անընդհատ եւ առնետներ են, տարբեր կենդանիներ են, կոյուղաջրեր են լցվում, իսկ բարձրամյուս հարկերի բնակիչների այդ պատերը այնքան են իրարից հեռացել, որ անգամ իրենց տան մուտքի դուռը չեն կարողանում փակել։ Այնպես որ կառավարությունը արձանագրում ենք, որ թքած ունի Վարդաշենի բնակիչների անվտանգության վրա, կյանքի առողջության վրա եւ որևէ մեկը ժամը 11-ից այս մարդիկ աշխատանքից թույլտվություն են վերցրել, շաքարով, ճնշումով, հիվանդ, անգամ աշակերտներ կան հետներս, որևէ մեկը, որևէ մի պատասխանատու չեկավ ու չմոտեցավ։ Երբեմն կառավարության ղեկին նստած ասում է խոնարհվում եմ, գլուխս գետնին եմ խփում, խոնարհվում եմ քաղաքացիների առաջ, 3 միլիոն վարչապետ կա, բայց տեսնում ենք, որ ոչ 3 միլիոն վարչապետին են բանի տեղ դնում, ոչ էլ վթարային հանրակացարանի բնակիչներին են բանի տեղ դնում։ Նա թել մեր քաղաքացիներին տեսեք, ժողովուրդ ջան, մի քանի հոգով ուղղակի փորձում են ճանապարհ փակեն։ Չենք բացել։ Կասեք ձեր պահանջը, ժողովուրդ ջան։ Հիմա ինչումն է ձեր պահանջը, ինչ եք ուզում։ Հանգիստ ասեցին, հանգիստ ձևով չեն ընդունում, հիմա թող սենց են ընդունում։ Դե թող ուրեմն կատլացարը։ Ո՞րն է ձեր պահանջը։ Մեր պահանջը այն է, որ ինչ-որ Գոմն Աբիխանյան պիտի իշտի ու չի իշտի։ Ժամը 11-ից ստեղ կանգնած է ժողովուրդը։ Ո՞նց է ազգանունը։ Աբիխանյան, եթե չեմ սխալվում։ Փոխվարչապետի աշխատակազմի, ճիշտ եմ հիշում։ Ինչ-որ գրասենյակի պետքն է, ով է չգիտեմ։ Դժվար չեմ իմանում։ Պարոնայք իշխանավորներ, ասենց անենք, որ ձեր շենքը ցույց տանք։ Այս շենքից խոստացել եք, որ այս մարդկանց հետ կհանդիպեք, առավոտվանից սպասում են այս մարդիկ, ժամը 11-ից սպասում են ուրեմն քաղաքացիների ընդունելության սենյակում, ոչ մեկ չի մոտեցել։ Պատճառաբանությունը եղել է կառավարության նիստը, հետո պատճառաբանությունը եղավ, թե իբր հաց են ուտում, պերիվ են անում, ընդմիջում են անում։ Էդ էլ ավարտվեց, բայց այս մարդկանց ոչ մեկ չմոտեցավ, այս մարդկանց հետ ոչ մեկ չհանդիպեց։ Բարի գտնվեք, բարի եղեք, իջեք այս մարդկանց հետ հանդիպեք։ Շատ բան չեն ուզում այս մարդիկ։ Այս մարդիկ մի հատ հանդիպում են ուզում ձեր հետ։ Իրենց հարցը, իրենց խնդիրը բացահայտելու համար։ Հենց որ բոլորը կանայք են, հանդիպողները ձեր հետ, եկեք այս մարդկանց խոսքը մի անտեսեք, այս մարդկանց խնդրանքը պահանջը մի անտեսեք ու եկեք, բարի գտնվեք, եկեք այս մարդկանց հետ հանդիպեք։ Այս պահին Տիգրան մեծ փողոցը փակել են քաղաքացիները, ասեցի պահանջը մեկն է, պահանջը հանդիպում կառավարության անդամներից մեկի հետ, կոնկրետ վարչապետի փոխվարչապետի գրասենյակից ասել են, խոստացել են, որ կհանդիպեն ու խաբել են այս մարդկանց, չեն եկել հանդիպման։ Մենք այստեղ ենք, ես Աշակը Սարգսյան, եւ Աննա Նավետիսյան, եկել են քաղաքացիների կողքը կանգնելու, քաղաքացիների հետ լինելու, Սոնա Աղեկյան, եւ իրենց խնդիրը բարձրացնելու, որպեսզի կառավարությունից բարի գտնվեն ու գան հանդիպեն այս մարդկանց հետ։ Ուրիշ ոչ մի բան չեն ուզում, ոչ քաղաքական պահանջ կա, որ ասեք խուսափում եք չեք գալիս, սոցիալական պահանջա, շենքի պահանջա, վթարային շենքի, 4-րդ կարգի վթարային շենքի
բնակիչների պահանջը, արդարացի պահանջ։ Սպասում ենք ձեր արձագանքին, պարոնայք կառավարության անդամներ ոչ բարով։ Ես անձամբ շատ ուժ եմ ասում։ Ուսանտիր եք բոլորն եք։ Որ սիրտը ցավում է մենակիր համայի համար։ Այ մենակիրը։ Տիգրան Ավինյան, հիշեցնեմ, որ ես Վարդաշենի հանրակացանի բնակիչներին դու դեռ 23 թվականին ես խոստացել, որ այս հարցը կլուծես։ Մի հատ էլ հանդիպում եղել է, որտեղ դու ասել ես 8 ամսվա ընթացքում, 8 ամիս հետո ձեր հարցը լուծված կլինի, 8 ամսվա ընթացքում ձեր հարցը լուծելու ենք։ Դա էլ փակ հանդիպում ա եղել բնակիչների հետ։ 23 թվականին ա եղել, ըստ բնակիչների ասելու այդ հանդիպումը։ Դες 2 տարի անցել է։ Այս մարդիկ շատ բան չեն ուզում։ Ուզում են իրենց այդ հանդիպում, որպեսզի իրենք բարձրացնեն այն խնդիրը, այն հարցը, որ իրենց այս պահին անհանգստացնում է։ Շենքի փլուզված, շենքի 4-րդ կարգի վթարային լինելու եւ այդ շենքում բնակության համար անհնարին լինելու հարցն է։ Հարցի լուծում մինչև չտան չեմ, թող այստեղ փոխան եմ խոսում։ Համբերական, հա, սպասեցինք, դե կներեցեք էլի։ Իրանք պաշտոնով են, շատ բարձր է, պաշտոնն ավելի բարձր է։ Այս մարդիկ համբերատար նստած 2 ժամ սպասում էին, իրենց հետ հավասար նստեց սպասել ենք գրասենյակում։ Անաղմուկ, հանգիստ նստեց սպասել ենք։ Բայց այս մարդկանց բարությունը չարաշահել են, այս մարդկանց համբերությունը չարաշահվել է։ Այս մարդկանց պահանջը չի կատարվել, այն խոստումը, որ տվել եք, որ ճիշտ եք կհանդիպեք, չեք կատարել։ Երևի իրանց այս վիճակը դուր է գալիս, էլի, այսօր ավտոները սենց խառնվեն իրար, չգիտեմ, այս ամբողջ ոստիկաններին սենց հանեն իրար մեր թիկունքին կանգնելու համար, դուր է գալի իրանց այս վիճակը։ Շնորհակալություն ոստիկաններին, որ մեր անվտանգությունը գոնե այս պահին պահում Ոստիկաններից է շնորհակալությունը։ Իրոք շնորհակալ ենք, համ դիմացից, համ այս կողմից մեզի պաշտպանում են։ Մեր ոստիկանապետից շնորհակալ ենք, եթե հիմա հրահանգ չստանա։ Հա, 100% տենց ալնել է։ Իրանց պետք չի, որ մեքենաները իրանց պրոբլեմն է։ Այդ բաց խոսքերը իրանցն է, մերը չի։ Հա, թողը ոչինչ, հա։ Ժողովը ասել է, մետաքսկիր չի բացարձակ։ Բալասան Արեշյանը։ Վարդաշենի բնակիչներն են, Վարդաշենի վթարային շենք հանրակացարանը, բանա 68-ի A, եթե ճիշտ եմ հիշում, այնտեղ 2 հատ հանրակացարան կա, վթարային։ Այս պահին մի շենքի բնակիչներն են եկել, շատ բան չեն ուզում։ Կառավարությունում հանդիպում են ուզում, փոխվարչապետի գրասենյակից խոսացել են, որ իրանց հետ կհանդիպեն, առավոտը 15-ից այս մարդիկ այստեղ են, ասել են կառավարության նիստը կավարտվի նոր, կառավարության նիստն էլ ավարտվել, հետո ընդմիջում ասեցին հաց ենք ուտում, հաց ուտենք վերջացնենք, դա էլ ավարտվել, այս մարդիկ ինչքան համբերատար, խելոք, նստած այդ գրասենյակում սպասելուց են եղել, մենք էլ իրանց հետ։ Շաքարով հիվանդ մարդիկ կան գնացին։
Կրկնում եմ, պարոնայք կառավարության անդամներ, ով որ խոսք կա տվել, որ այս մարդկանց հետ կհանդիպի, եկեք հանդիպեք։ Եթե խոսքը չեք տվել ուղղակի ձեր խոսքը ուրիշ ձև են ներկայացրել կամ այս մարդկանց, հիմա եկեք հանդիպեք այս մարդկանց հետ։ Տիկնավետիսյան, դուք կարծեմ գնացել եք, չէ՞, հանրակացարան, եթե ճիշտ եմ հիշում։ Բազմիցս անգամ մենք գնացել ենք այս հանրակացարան, տեսել ենք բնակիչների բնակպայմանները, որը մեղմ ասած անմխիթար է, դա շատ սպառնալի պայմաններ է, այսպես ասած, որտեղ շենքը վթարային, քարերը ամբողջությամբ թափվում են, լրիվ խոնավ, մարդիկ արդեն թոքաբոր ու հազար ու մի հիվանդություններ են ձեռք բերել, երեխաները եւս, որտեղ այդտեղ ապրում են նաեւ երեխաներ, ու շենքը արդեն նախորդ սեյսմիկ փոխադրությունը, որ անցկացել են, այդ արդյունքների վրա արդեն մոտավորապես 10 սանտիմետր էլի տարբերություն ա տվել շեղումները։ Այսօր է ցույց տվեցին տեսանյութեր եւ նկարներ, որտեղ ճեղքերը մեծացել էին։ Ճեղքերը մեծացել են, այո, եւ բնակիչները ասում են, որ շոտ պահերի տանիքից կտորները փոխում թափվում են ներքև եւ ցանկացած պահի շենքը կարող է փլուզվել այնպես ինչպես մի քանի օր առաջ եղավ դաշամուրի գործը։ Այո, անսպասելի փլուզվեց։ Այդ նույն ձևով այստեղ կարող է փլուզվել այս մարդկանց կողքին այդ շենքը ու կյանքեր արժանար։ Անխուսափելի է լինել։ Այո։ Այս մարդկանց կյանքը կախված է մազից։ Իսկ պատկան մարմինները կառավարությունում նստած Պաշտոնյա անձինք չեն ուզում բարեհաճեն այս մարդկանց հետ երկու բառ խոսելու համար, առավոտվանից արդեն ասեցի։ Այստեղ կառավարությունն են եկել մարդիկ հանդիպման, ասում են 20 րոպեից քիչն են, 20 րոպեն դարձավ արդեն 2 ժամ եւ խուսափում են, խափում են այս մարդկանց, այո։ Ոչ մի բառ նրանց չփոխանցեց, մարդիկ իրենց ձայնը լսելի դարձնելու համար ստիպված են արդեն փողոց պատել, որտեղ այլ տարբերակ չկա, ոչ թողնում են իրենք բարձրանան, որ վերև որևէ մեկի հետ հանդիպելու, ոչ էլ վերևից որևէ մեկը իջնա իրենց հետ հանդիպելու, անելի վիճակում են ու կրկնում եմ, այդ շենքը մարդից է կախված եւ ցանկացած պահի կարաշենքը փլուզվի ու ողբերգությունը անխուսափելի է լինելու, չհաշված որ այդ պայմաններում արդեն ձմեռ է ու խոնավության այդ պայմաններում որ շենքը գտնվում է, մարդիկ տարբեր շատ ծանր հիվանդություններ են ձեռք բերել, նաև այդտեղ բնակվում են երեխաներ, հետևանքները արդեն կարելի է պատկերացնել ինչքան եթե մարդիկ շատ մոտ ապագայում չտեղափոխվեն նոր բնակարան։ Բարձրախոսով որտորի իրանությունները Աննա Ավետիսյան համականում անդամ այլ հայտնի։ օրինական, որ էս էլ անօրինական է։ Արի հորդորի, որ անօրինական է։ Այգեն քաղաքացիներ, բացեք ճանապարհը։ Բացել չկա։ Պետիսն է օրինական։ Գործողությունները անօրինական են, բացեք ճանապարհը։ Ուրեմն իրանց գործողությունները օրինական են դարել, սրանց էլի նկատի ունեմ։ Այս մարդկանց անօրինակ, հա։ Ոչ մեկը դուրս չի Այգենի քաղաքացիներ, մի խոսը դեպեք այլոց քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Այդ նոր որոշեցի, թե վերևից ասեցի։ Կանգնի բռնի ոչ մի անգամ։ Ուրեմն թողիչն են վերևից։ Վերքերեկելու մատը ազատ մի խոսը դեպեք այլոց ազատ տեղաշարժը։ Արի քշի արի տնա միջի։ Բացեք ճանապարհը։ Չենք բացելու։ Վախի չեն։ Գնա ասա թողեցի ունեք կբացեն, գավայ։ Թող վերևից իջնեն նոր կբացեն։ Ոչ մեկը չբացեն։ Արի կանգնի բռնի հնձը։ Թող վերևից իջնեն բանը բացեն։ Այդ հրամայեցի։ Տեսեք շատ բան չեն ուզում այս մարդիկ, ասում են վերևից իջեք, մի հատ հանդիպեք։ Չի իջնում ներքև։ Ոչ մեկ։ Ահա, տեսեք։ Երեխան։ Էս երեխան եկել է ճանապարհը փակել, որ վերևից
Երկրի ղեկավար կոչվածները բարեհաճ են կան հանդիպեն այս մարդկանց հետ։ Ուրիշ բան չեն ուզում, ասում են մի հատ հանդիպում։ Ժամը 11-ից տերենք, ոչ մեկ չի իջնում։ 11-ից հա խափեցին, հա երկարացրեցին, հա հեսա կիշնենք, հա նիստա, հա։ Էին անում, քանի կար, չգիտեմ ինչ էին անում։ Մինչև հիմա պետք է իջնեն, ոչ մեկը չի իջնում, խափում են մեզ։ Նորից եմ կրկնում, դուք հաստատ հիմա գիտեք թե ինչա կատարվում, բարեհաճեք այս մարդկանց հետ մի հատ հանդիպեք։ Որտեղ չգիտեն ինչ ասեն, դրա համար չեն իջնում։ Ինչ պետք է պատասխանեն, դրա համար չեն իջնում։ Խափելություն են անում, մերան մեզ խափելով։ Հրամանսանցա գնացի։ Գանգնի այդ են, հիմա միլիցիայի քայքան ինչ ուզում ալնի։ Գրնի եկեք գալյա։ Գրնի ձերը։ Կանայք են, ովքեր սոցիալական հարց են բարձրացնում, ովքեր վտանգի առաջ են կանգնած, որովհետև այդ շենքը ամեն րոպե կարա փլուզվի ու կյանքեր արժենա։ Չեմ բացել, ինչ ես ասել։ Ազերները բենից դարվեք, չեմ բացել։ Տեսեք, ոստիկաններին բերել են, ոստիկանները հիմա կանանց քաշքշելու են, տեսեք։ Մենք էլ ասում ենք, այս կանայքի ասում են ոստիկանները լավն է, տեսեք, ձեր լավ ոստիկաններին։ Թող են կոմ անցնեն գոնե։ Ապել են կոմ անցեք գոնե։ Արգեն քաղաքացին դուրս եկեք ելույթի իջանը։ Մենք այնի հետ ենք գալու։ Ես հավաքելներ բերի փաստիցեի։ Ամոթ, ամոթ։ Տեսեք, մի քանի հոգի կանայք են ու ինչքան ոստիկաններ են բերել։ Տեսեք, ինչա կատարվում։ Մի քանի հոգի կանայք են, տեսակ։ Ոչ։ Այդ որ նոր հբան է տվել է սա։ Այսօր առավոտվանից այստեղ սպասելություն եղել քաղաքացիներ, իսկ հիմա ոստիկանները մուտքը փակեցին, որպեսզի քաղաքացիները նորից չմտնեն ներս։ Տեսեք, այսի ընդունելության, քաղաքացիների ընդունելության գրասենյակն է։ Որտեղ քաղաքացիները կարող են գալ մուտք գործել, դիմում տալ, բողոքել, հիմա ոստիկանները փակել են։ Հիմա չեն թողում, որ հպարտ քաղաքացիները մտնեն ներս։ Տեսեք քանի ժամ դեմքը ծրայած կա։ Ճիշտ է։ Մոտավոր քանի րոպեի կամ Դու կարաս հաշվես ինչ։ Ես չէ, դե դուք կանցել եք մոտավոր ասում։ Ոչ մեկ չի։ Հիմա ինչ ես ասում, իրեն Այսինքն դուք ասեք նոր 2 րոպե, բայց դուք արդեն մոտավորապես 20 րոպե կանգնած ճանապարհին։ Այսինքն մոտավորապես 25, 30, 40 րոպե։ Հələ ինչ ամոթ է, հələ բայց ինչ ամոթ է։ Տվյալ պահին չի թույլատրում։ Դրանք ջան, բայց շատ կներ եկել, հիմա քիչ եք թողում, որ ներս մտնեն։ Մի քիչ առաջ ընդեղ էին իրանք, թողում եք, հիմա քիչ եք թողում։ Չեն նստի աթոմին գնում ներսը դու ես ուղղություն մի գիտես։ Դուք վատ եք, ես ուղղություն եմ ցույց տալիս։ Հարգելիս, քիչ առաջ իրանք ներսում են եղել, նորմալ եղել, հիմա քիչ եք թողում։ Ընդունելություն չկա, այս պահին չկա։ Վայյանին Միայն միշտ է կարելի մի քան։ Ընդունեցին մեզ Դա ճանապարհ։ գործը կատարում եք այս բոլորի մեջ Ես դու։ նորից եմ փակել։ Տենա մի չգալի ձեզ դες կա։ Ձեր գործողություն դուք եք իրոք։ Դե ուրեմն դու ռոպաս ներս մտի մի փողոք կդեք։ Տվյալ պահին չի կարելի։ Այդպեսի բան։ Դե բողոքա որտե գնաց մեզ կայա։ Ձեզ Գնայինք ում դեմից ես գնամ առաջ։ Իսկ դույն չեմ տալի, որ այդ խոսակտակուս քային ես գնայինք ում։ բացեք մենք ներս մտնենք։ Իրանց վարկագիծը տղեկ ներսում տեսել եք, նորմալ նստած հանգիստ ոչ մի բան չեն անում։ Հիմա չեք ձեր չթողելու իմաստը ո՞րն է, միտքը ո՞րն է։ Ոչ ջարդել են ընդ ինչ որ բան, ոչ էլ չգիտեմ։ Որ չեք թողում։ Հələ ինչ ամոթ է, էլի, բայց իրոք ինչ ամոթ է, իրաց փողի համար մարդկանց հայ ենք։ Հանցագործ ենք։ Հա։
Բացեք մի հատ, տեսնենք ով է գալի, մի հատ իշնել ներքև, ժամը 10-ը։ Մի բացի, ասա իշնեն մեր հարցին պատասխանեն, մի բացի։ Ոչ գորակ մենք նորմալ երևի կանենք։ Այ դու գոնե մի խոսա դու էլի։ Գորում եք մենք ձեզ չենք հասկանում։ Հիմա հանգիստ ասեմ 4 ժամ, դու իմ կողքը կանգնած Դա ես։ ձեր հանգիստն է։ Բայց քանի ժամ հանգիստ նստել էին։ Դե հիմա կարող եք սպասել մենք ներսում հասկանանք իրավիճակը։ Սպասում ենք, գնա։ Սպասում եք։ Բայց մի գորած։ Չեմ գորում, գնա։ Մենք չենք 10 րոպե սպասում։ Դա վեց գործը կատարում ես, երևի դրա համար էլ քեզ են ասում։ Չեն ասում։ Կսպասենք։ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքը 3 միլիոն վարչապետերի առջև փակ է։ Նիկոլ Փաշինյան ոնց է իր ասում 2018 թվականին 3 միլիոն վարչապետ կար։ Այստեղ վարչաշենքի 2 հանրակացարանի վարչապետերը իջել են եւ ուզում են պատասխանատու։ Տեսեք, մի քանի կանայք են եկել, բայց ասեք ինչքան ոստիկան են բերել ժողովուրդ ջան, բա ցույց եմ տալի, տեսեք։ Ընդամենը մի հարցի պատասխան։ Ու այս մարդիկ ուրիշ բան չեն ուզում։ Ասում են եկեք մեր շենքի հարցը լուծեք, եկեք մի հատ այսօր հանդիպենք։ Մի հատ Մարդիկ ընդհանրապես իրենց գոյության պահանջն են ներկայացնում, որովհետև այդ շենքերում մենք Հայաստան Տվյալության հավաքական անդամները բազմիցս եղել են, ու այդ շենքի պայմանները մեղմ ասած, շատ մեղմ ասած անմխիթարում։ Այդ շենքը կապված է մարզից։ Ինչպես մի քանի օր առաջ Դաշնամուրի գործարանը փլուզվեց, ցանկացած պահի կարող են այս շենքերը եւս փլուզվել, եթե Դաշնամուրի գործանի դեպքում այնտեղ բնակիչներ չկային, այստեղ բազմաթիվ բնակիչներ, երեխաներ, ծերեր, տարեցներ, ողբերգությունը անխուսափելի է։ Այս մարդիկ ընդամենը պահանջում են իրենց կյանքի գոյությունը։ 92 բնակարան է մի շենքում, հələ 92-ը բազապատիկ 3-ով, չեմ ասում 4-ով հələ։ 300 մարդ է ապրում այդ շենքում, ու այդ 300 հոգին վտանգի կյանքի սպառնալիքի առաջ են կանգնած։ Այս մարդկանց շենքերի հարցը լուծելու համար ընդամենը պետք է 3-ից 4 միլիարդ մարդ, իսկ կառավարությունը ներկայացրեց, որ 26 թվականի բյուջեով կոնդանիլյան որքաներ կողոպտվել մի քանի անգամ Պակեվատուրը մենակ 1 միլիարդ 128 միլիոն դրամից մի քանի անգամ, տասնյակ անգամներ ավել է լինելու կառավարության բյուջեն։ Այսինքն ոչ մի խնդիր չկա, որովհետեւ այս մարդկանց շենքերի հարցը լուծվել է։ Ոչ չի փոխանցվում, ընդհանրապես պետք է ցավություն։ Սա էլ հո այն կանվորն ու հանրակացարանը չի Տիգրան Ավինյան, որ 4-րդ կարգից դարձնեք 2-րդ կարգ, այս հանրակացարանը գնահատված է 4-րդ կարգ։ Ու դուք եք խոսք եք տվել, ինչպես կանվորն ու այնպես էլ այս հանրակացարանի ժողովրդին խոսք եք տվել, որ այդ շենքի հարցը լուծելու եք։ Բա ինչ եղավ։ Հիմա այս մարդիկ տեսել են, որ դուք չեք հարց չեք կարող լուծեք։ Եկել են կառավարությունն էլ է խուսափում։ Ես արեցի մտնեմ, ասեմ ախպեր, ես մենակացան մի հոգի իշնի, դեմ ախտեմ նստենք խոսնամ, բայց իրանց ուղեկցությամբ են ներս գնացել, էդ էլ այս ոչ մի Հիմա ինձ չեք թողելու ներս մտցեմ։ Ես փողը չեմ տալ։ Չէ, չեք թողում։ Չեք թողում, բախի իմա։ Եթե ներսում ակցիա չի։ Չէ, չկա։ Ներսու ճանապարհ չեն փակելու, չէ։ Սպասեք։ Արսենյալյաննա Հիվանդներ ունեինք շատ, հիվանդների կեսը այո, տուալետը չեն թողում մարդկանց, ես մեր Ես ես բան չես տենա, էջի մենակ Հայաստանում տենաս, որ տուալետ չկա, երկավար չեկում, որ աշխատողներ տուալետ ես ողտեմ, հասարակականցի չի երևի ոսկուց է սարկացը տուալետը։ Ճիշտ է ասում քաղաքացին, ներսում կանայք մի կինգ տուալետ ու ցանկացավ, չթողեցին։ Այն երեխեն տուալետ ուզեց, չթողեցին թե։ Հասանի հազարի համար, երբ մի հավիճ մեջ է Երևի ոսկուց է սարկացը, ունիտազը քրեշկի։ օրենք բար չկա ստեղեց։ Ես ասում եմ, ունիտազը ոսկուց է սարկած, որ հասարակականացի, որ աշխարհում եռնել կա, չկա։ Ես ես բան չի տեսել։ Մարդը բան ասում ինչ է, լավ բան է։
հրամանատարությունը տրվել է, սակայն վերաբնակեցման հարց չի լուծվում, ես ճիշտ եմ հասկանում։ Շենքերը լքելու հրամանատարները մեզ ասել են, որ պիտի վերաբնակեցություն լինի։ Սկսենք, եթե քարոզ արշավներից սկսենք, Տիգրան Ավինյանը մեզ ասեց մի փոքր համբերեք, շատ տարյուկես։ Այդ տարյուկես արդեն էս 2 եւ ավել 3 տարի է լինում, ու այդ հարցը ինչեւ մեջ չգիտեմ, երբ որ հերթը հասավ, որ պիտի վերաբնակեցումը լինի, դարավ բան, եւ մեծ գումարների ծախսերի հետ կապված, ինչերից այդ ամեն հարցերը լուծվեց, ու այս վերջում էլ տեղեկացանք, նոր 2 շաբաթ առաջ տեղեկացանք, որ երկրի թիվ 1 մարդը հրաման է տվել, հանձնարարական է տվել, որը հանձնարարականը չգիտես ինչ չի պատահում։ Հիմա դուք ում հետ եք ցանկանում հանդիպել եւ ձեր խնդիրը ներկայացնել։ Մեր գործերը ես ինքս բազմիցս դիմել եմ, դիմումները տվել եմ, պատասխանները կա, որ գտնվում է փոխվարչապետի գրասենյակում։ Արդեն վերջին տվյալը դա եղել է հունիս, իսկ ամենավերջինը եղել է նոյեմբերի 10-ին պատասխանը, որ գտնվում է այդ ամբողջ ամիսները որ ես ասում, դրանք բոլորը եղել են Տիգրան Խաչատրյանի գրասենյակում 5 հարցը չի նստում ենք ինչ անենք հարցը չի լուծվում։ Հիմա այսօր եկել ենք, որ իմանանք ինչի չի լուծվում այդ հարցը։ Հիմա ոստիկանը նշեց, որ դուք կարող եք ներս մտնել, հիմա ներս եք մտնել։ Որովհետև մենք ներսը բոյկոտեցին, աղմուկ աղաղակարեցինք ներսը, ու դուրս եկանք փողոցը փակեցինք։ Փողոցը փակելուց հետո ես մինչև ներս մտա մի հարց կարճեցնելու, ասեցի գոնե մի ոչ, ես ինքս մենակ հանդիպում լինի, գոնե ես դուրս ասեմ, այսքան ժողովուրդի ներեսին ասեցի դուրս կամ հասկանանք ինչ է, և ոնց հասկացանք, ես մինչև դուրս եք այդը արդեն բացել էի ժամանակ, գրել էի։ Նշում եք, որ ձեզ քաշքշել են, բացել են ոստիկանները քաշքշեցին, ես ինքս Ահա Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ ժողովուրդը կարա ներս մտնի։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանն է որոշում, որ այստեղ դուռը բացվի, փակվի։ Հիմա թույլ տվեցին, որ քաղաքացիները ներս մտնեն։ Հիմա էլ հրահանգստացավ, մի պահ ոստիկանները մեզի օգնեցին կանգնած են շարքով, հետո էլ հետ երևի դրան ամրացան, որ քաշքշեցին մեզի, անձամբ Դանը 11-ից մինչև չեմ բարեհաճարակ փողիչներ, թեկուզ բացասական բանսով այսօր ճարհամար է, ես ասենք գիտեք Տեսեք ոստիկաններին մի 10-12 կին են եղել ու հիմա ավելի քիչ են այսօր, բայց ոստիկանները Վեց երեխա կազմությամբ լուսաբան չէ, ինքս բացմամբ ում այն այդ հայտի հարցը պարոն Սիկրասյանի բայց մյուսը պարոն չեն Աղելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, այս պահին կանջատեմ ուղ եթերը, եթե ինչ-որ հրատաբանի նորից եթեր կմտնեն իհարկե, սպասում ենք կարծես թե ասեցին էլի հերթական անգամ ասեցին թե կհանդիպեն, հիմա նաև քաղաքացիների թույլ տվեցին ներս մտնել, սպասելու ենք հանդիպմանը, մենք էլ Մայր Հայաստանով քաղաքացիների կողքին ենք, շարունակել ենք մնալ, դեմ նաև հանդիպմանը ներկա լինել, հենց որ առաջիկա զարգացումների մասին տեղեկացնեմ, եթե հրատապ եթերի կարիք լինի, լավ եղեք այսքանը, ինչ հանդիպում։